Այսօր Արմենիա Մայրոթ հյուրանոցի շքեղ միջավայրում մի գավաթ սուրճի եմ հրավիրել մի բացառիկ կնոջ, Օրան բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին։ Նա իր կյանքը նվիրել է ուրիշների հոգսը թեթևացնելու գործին։ Մի բաժակ սուրճ, զգացմունքային զրույց եւ մեծ սիրտ։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն Արմինե, որ դուք ընդունեցիք միասին սրճելու իմ հրավերը, մանավանդ որ մենք ունենք հրաշալի տոնական առիթ, մեր բոլորի սիրելի Օրանը դառնում է 25 տարեկան, ինչի առթիվ ես շնորհավորում եմ ձեզ, ինձ եւ Օրանի բոլոր բարեկամներին։ Շնորհակալ եմ Նարա, իսկապես շատ ուրախալի առիթ է եւ շնորհակալ եմ, որ հրավիրում ես եւ լուսաբանում ես, որտեւ ինչպես ասում են, դու ես եղել այդ ակունքներում ու շատ լավ գիտես Օրանի պատմությունը, Օրանի առաքելությունը եւ ահռելի աշխատանքը, որ կատարվել է 25 տարվա։ Խորհրդանշական է, որ ես ձեզ մեկ գավաթ սուրճ եմ հրավիրել Արմենիա Մայրոթ հյուրանոցում։ Արմենիա Մայրոթ հյուրանոցը եւս Օրանի մի մասնիկն է։ Այո, առաջին իսկ օրվանից Արմենիա Մայրոթը եղել է մեր կորպորատիվ աջակիցներից մեկը։ Եվ պետք է ասեմ, որ միշտ տնօրենների խորհրդի անդամներից մեկը եղել է Մայրոթ հյուրանոցի տնօրենը։ Եվ այստեղ այնքան սիրուն պատմություններ կան պահված հենց Օրանից։ Այո, մեր ճաշկերույթներն են այստեղ տեղի ունեցել, մեր դրամահավաքները, շատ լավ օրեր, ուրախ օրեր են անցել եւ իսկապես մենք համարում ենք Մայրոթ հյուրանոցը մեր լավագույն բարեկամներից մեկը։ Հիշում եմ, երբ աղջիկս 10 տարեկան էր եւ հանձնարարություն էին տվել, որ պետք է գրվեր շարադրություն բարության մասին, եւ ինքը այսպիսի մի տող էր գրել. «Բարությունը գին ունի»։ Ես այն տեսել եմ Օրանի երեխաների աչքերում։ Եվ իրոք այդ 25 տարին բարության, մարդասիրության եւ ճակատագրեր փոխելու մասին է։ Հետաքրքիր բան է ասել ինչ է։ Այո, ճակատագրեր ենք փոխել եւ հիմա այսօր կարող ենք ուրախանալ մեր թորնիկներով։ Այո։ Եվ պետք է ասեմ, որ անցյալ օրը ես կոնդում էի եւ ուզեցի մի քանի երեխաների տներ այցելեմ եւ տներից մեկը մեր երեխան է եղել մայրը եւ հիմա ինքը ունի 5 երեխա եւ 5-ից 3 Օրան են գալիս այնքան լավ մայրիկներ են մեծացել այնքան լավ ծնողներ ես ուղղակի ապշեցի, այո, աղքատությունը կա դեռ, շատ իսկապես շատ վատ վիճակ էր աղքատ, բայց իրենք այնքան լավ մարդիկ են կայացել եւ իրենք դա վերագրում էին Օրանին եւ ուղղակի ես չեմ կարող բացատրել ձեզ, թե դա ինչ զգացմունք է, երբ որ գեղեցիկ երիտասարդ մայր պատասխանատու քո դիմաց կանգնած ասում է ես կայացել եմ Օրանում դուք ինձ տվել եք իմ մանկության լավագույն օրերը դրանից լավ գնահատական դրանից լավ շնորհակալական խոսք ուղղակի չեմ կարող պատկերացնել Դե հիմա մենք հետ գնանք 25 տարի առաջ, այ ինչպես ծնվեց Օրանի ստեղծման գաղափարը եւ որն էր հիմնական շարժառիթը այդ պահին Նորա դու լավ հիշում ես այդ օրերը, այդ իսկապես են դաժան օրերն էին, ցուրտ, մութ, հացի հերթեր, ամեն ինչ նույնիսկ հացը չափով պետք է ուտեիր, երեխաները ճիշտ կերակուր չէին կարողանում ուտել, որովհետև լույս չկար, տաքություն չկար, գազ չկար։ Եվ ահա մենք այդ լուսավոր հարուստ երկրից, Ամերիկայի ափերից գալիս հայտնվում ենք Հայաստանում այդ դժվար օրերին Եվ հանկարծակի տեսնում ենք երեխաներ, որոնք ձեռք են մեկնում օգնության փողոցներում, այդ սրտին, այդ մթին, ուղղակի զարհուրելի էր, անհավատալի էր մեզ համար։ Մանավանդ, որ մենք շատ մեծ ցնցությամբ էինք եկել, մեր հայրենիքը անկախ է, մենք հիմա պետք է գնանք մեր հայրենիք ու միշտ ավելի այսպես գույները լավ են քեզ թվում, չէ հերվից, հետո գալիս ես ու տեսնում ես այն ինչ տեսնում ես դժվար պահերին եւ ուղղակի լինելով փոքր երեխաների ծնողներ, այդ ժամանակ երեխաները մեր փոքր էին, մեր համար շատ ցավալի էր։ Ամենևին չենք ուզել ստեղծել կազմակերպությունը, ամենևին, այնքան զբաղված էինք եւ Ռաֆին եւ ես, մենք ուղղակի ասել ենք օքեյ մի քանի երեխա ինչպես մեր երեխաներին են կերակրում, իրենց կերակրենք, ուղղակի
պետք է այստեղ տեղ վարձեին քաղաքում, որտեղ մեր տունը հեռու է եւ երեխաները չէին կարող այնտեղ գալ եւ այսպես ծնվեց Օրանը։ Ոչ որովհետեւ մենք մեծ ներդրում ունեցանք, այլ որովհետեւ մեր ընկերները, բարեկամները բոլորը մեր շրջապատում ուզում էին օգնել, ձեռք էին մեկնում, ինչպես խոսեցինք հենց Մարիոթ, այսպես կորպորացիաներ, եւ սկսեց Օրանը մեծանալ, երեխաների թիվը մեծացավ, ինքը լուրջ կազմակերպություն դարձավ, եւ ես արդեն իմ մտածելակերպը փոխվեց։ Ես ուզեցի արդեն ոչ միայն երեխաների օգնել, Չնայած յուրաքանչյուր երեխա շատ կարևոր է, բայց ես ուզեցի նաև ստեղծել մի մարդասիրական բարեգործական կազմակերպություն, որը կծառայեր որպես օրինակ, թե ինչպես պետք է անես, եթե ունես բարեգործական կազմակերպություն։ Եվ հուսամ, որ մենք կարողացանք այս 25 տարվա մեջ այդ օրինակը ծառայել այլ կազմակերպությունների համար։ Օրանը այնպիսի կազմակերպություն է, սովորական կազմակերպություն չէ, ինքը հենված է շատ վեհ ու կարևոր ինչ-որ մի մտքի, գաղափարի կամ գաղափարախոսության վրա։ Դժվար է այս օրերին իրականացնել այնպիսի նպատակ, որը հիմքում կա բարիությունը։ Ի հանդեպ մարդկանց, որ իրոք կարիք ունին օգնության։ Էլ չեմ խոսում այն մարդիկ, որ դժվարություն ունեն իրենց կյանքում, կամ ոնց որ իրենց թվում է, որ իրենց կյանքը վերջանում է, որտեղ ի վիճակի չեն, ու ստիպված են թեկուզ կարողան սեմացված ըսկան, մոռացականությամբ զբաղվեն, որ կարողանան գոյատևեն, կարողանան ապրեն։ Եվ Օրանը դա տեսնելով ուզեց ցերկ մեկնի, օգնի այդ մարդկանց, իրենց հանե այն դժվար, այսպես ասած, մտքից կամ միջավայրից ու հբարդորեն հնարավորություն դա կամ հնարավորություն դա այս մարդիկ ավելի հբարդ ըսկան իսկական ինչ որ մի աշխատանքով կամ գործով զբաղվին ու կարողանան իրենք ըսկան, որ լիարժեք եւ լիակատար մարդ են ու կյանքը չի իրենց մոռացել, այլ ինչ որ հնարավորություն տվել է Օրանի միջոցով ասենք այստեղ ու իրենք ոնց որ նորից վերաբերեցին։ Դուք առաջինն եք, որ արևմտյան մշակույթը բերեցիք Հայաստան եւ տեղայնացրեցիք։ Ինչ դժվարությունների բախվեցիք սկզբնական շրջանում, որովհետև դժվարությունները լինում են, երբ առաջինն ես լինում, եւ առաջինը լինելը հեշտ բան չէ, եւ ինչպես կարողացաք այդ դժվարությունները հաղթահարել։ Դժվարությունները այն էին, որ երեխաներից պետք է վաստակեինք իրենց հավատքը մեր հանդեպ, որտեղ երեխաները սկզբում կարծում էին, որ մենք մանկատուն ենք, հետո կամաց իրենք հավաքվեցին, կամաց հասկացան, որ չէ, սա մանկատուն չէ, եւ արդեն իրենք սկսեցին իրենց ընկերներին բերել։ Հանրային առումով մարդիկ գիտեք, որ բան նոր է սկսում, միշտ այսպես նայում են ինչ է տեսնես, ինչ է ցանկանում, իր նպատակը ինչ է, ինչ որ գաղտնի այսպես բաներ են փնտրում եւ ես հիշում եմ, որ մենք Օրանի շենքը կառուցեցինք եւ բացումներ իմ օգնականը Սուսաննան շատ տխուր ներս մտավ, իսկապես շատ նեղված էր եւ ասեց, օ գիտես մարդիկ ասում են, որ այս գեղեցիկ շենքը, որ մենք սարքել ենք, ամենևին էլ երեխաների համար չէ, սա կուսակցություն պիտի ծառայի, այսան քաղաքական նպատակներ ունի ու ես հիշում եմ, որ շատ հանգիստ դարձացի Սուսաննա, բայց վաղ այսօր բարձ կլինի, չէ, թե ինչի կծառայի։ Եվ այս 25 տարվա ընթացքում այդ բոլոր վատ խոսքերը, վատ մտածելակերպերը ես կարծում եմ, որ մենք կարողացանք ջնջել, որովհետև մարդիկ տեսան, որ այս 25 տարվա մեջ բացի ազնիվ մղումներից ու նպատակներից ոչինչ չենք հետապնդել։ Արմինեն իր բարեգործական նախաձեռնություններով շատ մեծ նախաձեռնություններով, ասես մեղվի փեթակ է ստեղծում, որի շուրջ շատ արագ հավաքվում են մարդիկ, որոնք նպատակ ունեն բարի գործ անելու։ Ու այդպես ես Արմինեին հանդիպեցի հենց Օրանի գաղափարի ծնունդի պահին
ու մենք, մեր ընկերները ամեն ինչ արեցինք, որպեսզի օր առաջ այդ նախաձեռնությունը իրականություն դառնա ու ամենադժվար խնդիրն այն էր գտնել այդ երեխաներին, սոցիալապես անապահով այդ երեխաներին, որոնք պետք է դառնան օրանի առաջին սաները, ու այսօրվա պես հիշում եմ, որ ես, Արամը, Սուսաննան, անշուշտ նաև Տիկին Արմինեն օպերայի շրջակայքում, հետո կոնսերվատորիայի շրջակայքում մուրացիկ տղաների, մուրացիկ կանանց էինք մոտենում եւ հարցնում արդյոք կուզեք դառնալ օրանի շահառու, այդպես գտանք առաջին 3, 4, 5, 6, հետո 10 երեխաներին ու մի փոքր տուն էր օրան այն ժամանակ եւ մենք հենց ինքներս էինք այդ երեխաներին երբեմն կերակրում, օգնում որպեսզի նրանք դասերը պատրաստեն եւ ես այդպես հայտնվեցի Արմինեի փեթակում, բարեգործական փեթակում ու սկսեցի բզզալ։ Օրանը ինձ համար ինչ որ իմաստով նաեւ արևմտյան բարեգործության արևմտյան մշակույթի ներմուծում է Հայաստան, որ ու դա տեղի ունեցավ հենց Հովհաննիսյան Արմինեի շնորհիվ, Տիկին Արմինեի շնորհիվ, ընդ որում նա բարեգործության արևմտյան մշակույթը հայկականացրեց, որպես արևմտյան կրթություն ստացած արևմուտքում մեծացած եւ կրթված իսկական հայ, նա կարողացավ ոչ թե կապկել այդ բարեգործության մոդելը, այլ այդ մոդելը դարձնել հայկական, հայաստանցիական եւ օրանի հաջողության ամենամեծ գաղտնիքը ինձ թվում է հենց դա է։ Ու ինձ նաև շատ միշտ տպավորել ու զարմացրել է այն, որ Արմինեն բոլոր իր հանրային մեծ նախաձեռնությունները, այդ ծանր պրոյեկտները անում է այնպիսի թեթևությամբ, այնպիսի էնտուզիազմով, ինչպես նա խոհանոցում իր ընկերների համար ընթրիքի ճաշ է պատրաստում ու մենք միշտ փնտրում էինք Արմինեի ինտերակցիոն, այսինքն ինչ էլ աներ Արմինեն, մենք նրա կողքին էինք։ 25 տարի անց դուք ինչպես կգնահատեք այն ճանապարհը, որ անցել եք։ Շատ ավելի ուրախ պահեր եմ ունեցել, քան տխուր, շատ ավելի զարմացել եմ այդ արդյունքները, որ ստացել եմ, քան սպասել եմ, եւ ընդհանրապես շատ ավելի եմ ստացել, քան տվել եմ։ Եվ արդյունքները դժվար է գնահատել, որտեղ միշտ ես որպես անձ ձգտում եմ ավելի եւ ավելի, բայց նաեւ հասկանում եմ, որ յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր երեխա ինքնին մի տիեզերք է եւ եթե կարողացել ենք նրանց տալ մանկություն, կարողացել ենք նրանց ապահովել, որ արժանապատիվ քաղաքացիներ մեծանան, ծնողներ դառնան, ուրեմն ինչ որ բան հասել ենք։ Իսկապես երազանքս էր, անընդհատ հեռուստատեսությամբ էի տեսնում օրանի մասին, Տիկին Հովհաննիսյանի մասին էի լսել, կարդացել։ Իսկապես երազանք ունեի, որ մի օր Երանի ես օրանում լինեմ։ Այդ ժամանակ հայրս քաղբանտարկյալ էր, պարոն Հովհաննիսյանն էր պաշտպանում հորս իրավունքները։ Այդ ճակատագրական, այսպես ասած, օրը հանդիպեցի Տիկին Արմինե Հովհաննիսյանին։ Իմ պատմությունը դարձավ, ես վստահ կարող եմ ասել, այն պատմություններ, որ ես հետո հաճախ պատմում էի օրանի շահառու երեխաներին, որ ես էլ ձեր նման մեկն էի, որ դժվար իրավիճակում էի հայտնվել եւ օրանից ձեռք մեկնեց եւ ես եկա օրան եւ անցա այդ ճանապարհը ու ես շատ ուրախությամբ եմ միշտ պատմել երեխաներին, օրանի շահառուներին, որ դու պիտի հասկանաս այդ պահին, որ այն ձեռքը, որ քեզ մեկնում են, դու պիտի այդ ձեռքը ամուր բռնես ու պիտի նաև շատ շնորհակալ լինես, գնահատես ու անընդհատ դա պիտի լինի քեզ առաջ մղող, առաջ տանող ձեռքը։ Արդեն 15 տարուց ավել է, ես օրանի հետ ճանապարհ եմ անցնում, եթե նորից վերադառնամ, գնահատեմ իմ անցած ճանապարհը, նորից հաստատ կուզենայի, որ իմ կյանքում ես այնուամենայնիվ հանդիպեի օրանին։ Ես միշտ օրանը նմանեցրել եմ մի փոքրիկ սիրո օազիսի եւ այնտեղ մտնող յուրաքանչյուրս վարակվում ենք այնտեղ գործող օրենքներով, հա, բարության, մարդասիրության եւ կարծես դուք
դուք Մագնիսի նման ձեր շուրջը հավաքում եք մարդիկ, որոնք կանգնում են Օրանի կողքին եւ սիրով են կանգնում։ Շատ աշխարհով մեկ հայեր ունենք եւ ամսու 25-ին ապրիլի, երբ որ մենք կտոնենք մեր 25-ամյակը, տարբեր երկրներից կգան մեր հովանավորներ, մարդիկ, որ եղել են։ Այդքան մեծ է աշխարհագրությունը։ Այո, կլինեն հյուրեր եւ անշուշտ մենք կպատվենք նաեւ Գրիգոր Գրիգորյանին, 80 տարեկան հայ, որ Լոնդոնից գկա, որը շատ մեծ ներդրում է ունեցել Օրանի կյանքում։ Եվ կպատվենք Ռալֆ Երիկյանին, որտեղ իսկապես իրենք այս երկու անձերը եղել են հենասյուները Օրանի։ Առանց նրանց ես չէի կարող այդ մեծ հսկայական արդյունքները գրանցել, ինչքան որ կարողացել եմ, բայց ճանապարհին եղել են անհատներ տարբեր երկրներից եւ յուրաքանչյուր անհատի լինի դա դրամական օգնություն, իրենց ժամանակի կամավորությունը, որ արել են, ինձ համար շատ թանկ է եւ դրանք բոլորը եկել միացրել են եւ դարձրել են Օրանը այնինչ որ կա այսօր։ Շատ սխալ կլինի ասել, որ մի հոգի կամ մի ընտանիք կամ մի խումբ մարդիկ, ոչ, հազարավոր մարդիկ աշխարհով մեկ եւ իդեպ ասեմ ոչ միայն հայեր։ Այս վարքյանին, այս օրերին մենք ունենք Իտալիայի դեսպանը, որ եկել էր Հայաստան մի քանի տարի առաջ, երբ որ իր ծառայությունը վերջացավ, ինքը որոշեց մնալ Հայաստան եւ հիմա ինքը կամավորում է Օրանում։ Ինչ հետաքրքիր է։ Այո, եւ հենց այսօր ունենք 3 ուսանող Worcester University Բոստոնից, որ նորից իրենք 2 ամիս կկամավորեն Օրանում, որպես իրենց համալսարանի ծրագիր, ուրեմն ոչ միայն հայերը, այլ օտարներն են որ գալիս են եւ կամավոր աշխատանք են անում եւ ներդրում։ Ունենք օտարներ, որ Հայաստանում են ապրել, դիվանագետներ, ընդհանրապես դեսպաններ, որ այլևս Հայաստանում չեն, բայց իրենք ամեն տարի իրենց դրամական օգնությունն են բերում Օրանին։ Ամեն ինչ արվում է շատ ազնիվ, շատ թափանցիկ եւ բաց, այո, թափանցիկ պետք է լինես, պատասխանատու պետք է լինես։ Գիտեք, ամեն մարդ կարևոր է զգում, որտեղ կարևոր է ինքը Օրանի կյանքում։ Եվ հետո այնքան հետաքրքիր է, որ դու կարողանում ես մի փոքրիկ բան անել եւ դրանով փոխել դիմացինի ճակատագիրը։ Լավ ես ասում, այո։ Հարուստ երկրներում դա չես կարող անել, հարուստ երկրներում, իսկ Հայաստանում կարող ես։ Եվ գիտեք, իմ փորձը ինչ է ցույց տալիս, շատ անգամ այս ընտանիքները եւ ասեմ ընդհանրապես երեխաները միայնակ մայրեր են մեծացնում, միշտ տղամարդը չկա։ Շատ անգամ այդքան այդ դրամական մատերիալ օգնությունը չի, ինչքան որ կողքիդ կանգնած եւ քո ձեռքը բռնած ամուր ձեռք։ Այո, որ իմանաս ինչ որ մեկը կա, որ շատ նեղընկնես, դու գիտես մի դուռ կա, որ կարող ես թակել։ Պետք է ասեմ, ուղղակի ապշել եմ, ցնցվել եմ այդ մի քանի օր առաջ, որ այցելեցի այդ կոնդի տները։ Իսկապես գեղեցիկ մայր, եթե փողոցում տեսնես, երբեք չես իմանա, թե իրենք այդ ինչքան աղքատ տներում, ինչ պայմաններում են ապրում։ Ես որ տուն եմ այցելում, իմ առաջին հայացքս լինում է այն անկյունը, որ իբր թե խոհանոց է, համարյա սառնարաններ չկան, գազօջախներ չկան, ուտելիքի փրփրունք չկա։ Ուրեմն դու նույնիսկ եթե ուզես դետեկտիվ խաղաս եւ հասկանաս թե այդ օրը ինչ պիտի ուտեն կամ ինչ են կերել այդ ընտանիքում, դու չես կարող դա իմանալ, որտեղ ոչինչ չկա։ Եվ նույն այս մայրերը, եթե փողոցում տեսնես, գեղեցիկ, մաքուր, եւ թերևս նույնիսկ թախիցն են իրենց հոգում պահում։ Եվ ինչքան բախտավոր են այն մարդիկ, որ ունեն մենք, ինչքան բախտավոր ենք մենք, եւ ինչքան բախտավոր ենք, որ մենք առիթ ունենք քո ասելով նրա մի փոքր բան անելով կարողանանք ինչ-որ մարդու ուրախություն ապարգևել։ Ամեն մարդ չի կարող ձեռք մեկնել, ամեն մարդ չի կարող իր վրա վերցնել այնպիսի առաքելություն, որ ես պետք է անպայման դիմացինս, որ նեղության մեջ է, կանգնեմ կողքը, օգնեմ, հնարավորություն տալ իրեն ճանապարհ բացել, դուր բացել, բադուհան բացել, ինչ որ մի հնարավորություն, որ ինքը լավ զգա։ Ու ես ինքս միացա Օրանի կատարված կամ իրականացված այս առաքելությանը, որովհետև ես ալ այդպես եմ մտածում, իմ դուր շատ է գալիս այսպիսի գաղափարախոսություն, ու գտնում եմ դա է ճիշտը, ու ինքը դժվարը անելն է, ոչ թե մտածել ու ափսոսել ու վերջը ոչ մի բան չանելն է։
Դժվարը անելն է, որովհետև դա պահանջում է մեծ կամք, քամիների արչև չի ձրվել, այլ շարունակել այս առաքելությունը, գնալ այդ ճանապարհով, որ մարդկության, այսպես ասած, մի քիչ մեծ եմ խոսում, բայց կարող ենք այդ իշտենք այս մասշտաբին, բարգեւատրել ինչ որ ուրախություն, ինչ որ հույս, ինչ որ նպատակ, ինչ որ ապրելու, շարունակելու ապրելու, ինչ որ մի թիրախ կյանքի մեջ, որ դրա հետևից գնանք, ու օրանը դա անում է, ու մինչև օրս անում է, ու դա շատ էական կարևոր առաքելություն է, ու բրավո օրանին, ու ես կարծում եմ 25 ամյակը հանգրվան է, մենք դեռ կտեսնենք 30 ամյակը, ինչու՞ չէ 35 ամյակը, եւ ես համոզված եմ կլինեն մարդիկ, կհայտնվեն մարդիկ, որ ինչպես ժամանակին երկար տարիներ առաջ ես ինքս հավանեցի ու հավատացի ու միացա այս ճանապարհին, ուրիշներն անպայման կմիանան, ու օրանը կկարողանա շարունակել սերունդ իր այս շատ կարևոր առաքելություն։ Ես հիշեցի հենց այստեղ կազմակերպված մեր բարեգործական ճաշերը, որոնց բոլորին համարյա ես մասնակցել եմ, եւ այնտեղ հնչվող ելույթները մի անգամ շատ ինձ հուզեց Ռալֆ Երիկյանի ելույթը, բարեգործության եւ մարդասիրության բաց դասեր էին, մաստեր կլասեր, եւ այդտեղից տուն էիր գնում մի տեսակ լիցքավորված եւ անպայման ինչ որ մեկի համար բարին անելու մեծ ցանկությամբ։ Գիտես, հենց այդ ճաշերի ժամանակ էր մի անգամ Աշոտ Ղազարյանը ինձ մոտեցավ, սենց արեց։ Արմինեն, քոնքուզի շատ միլիոնավոր դոլարներ ունենա եւ այս սենց հիմա նվիրի Օրանին եւ այդ խոսքը բավական էր, այդ խոսքը այնքան ուժ ինձ տվեց, որ թերևս նույն արժեք ուներ, ինչ որ ինքը մի քանի միլիոն դոլար կարող էր տալ։ Եվ ինչպես ասեցի քեզ նառա, միշտ չէ որ մատերիալ օգնություն պետք է տաս, նյութական օգնություն, շատ անգամ բարերը, ժպիտը, նայվածքը շատ ավելի ուժ կարող են ունենալ։ Եվ ես ունեմ լավ բարեկամներ, իմ շատ լավ բարեկամը Նինան Հովնանյանը ունեմ, ես ունեմ երգիչներ, երգչուհիներ Հայաստանում, որոնք առանց վարանելու միշտ գալիս երգում են, առանց որևիցե մի բան ստանալու դրա դեմ, ունեմ մարզիկներ, Ունենք արվեստագետներ, ովքեր աճուրդի են դնում իրենց կտավները, անցյալ տարի Նազիկ Ավդալյանը մեզ նվիրեց իր ծանրաքարերից մեկը, որ ինքը մարզվել է դրանով, եւ $11,000 վաճառվեց Միացյալ Նահանգներում, եւ այդ փողը եկավ Օրանին, եւ ինքն էլ էր այնտեղ, Արտուր Ալեքսանյանը սպիտակ արջը միշտ մեր կողքին է, եւ Հենրիկ Մխիթարյանը արդեն 8 տարուց ավելի։ Մարզիկներ են, որ մեր կողքն են, որ օգնում են Օրանին, երբ որ կարողանում են այցելում են։ Ապրիլի 25-ին հուսամ, որ մենք բոլորս միասին կգանք տոնելու մեր 25 տարվա հաջողությունները։ Երբ ինձ հրավիրեցին մասնակցել Օրանի միջոցառմանը որպես հյուր, ես արդեն շատ անգամներ էի լսել Օրանի գործունեության մասին եւ մեծ սիրով համաձայնեցի, որովհետեւ շատ ուրախ էի լինելու այդ ամենի մի մասնիկը։ Շատ էի լսել, թե ինչքան կարեւոր աշխատանք է կատարվում այնտեղ։ Նույնիսկ աուկցիոնի դրվեց իմ ծանրամարտի ծանրաքարը, դրա համար նույնպես շատ ուրախ է եւ բավարարվածություն է զգում, որ ես էլ տարբեր ձևերով կարողանում եմ մասնակիցը լինել, մասը կազմել այդ ամեն ինչի։ Ինչ է սպասվում ապրիլի 25-ին։ Մեզ բոլորիս։ Ես ասեմ, որ ապրիլի 25-ին հրավիրվում են այն մարդիկ, որ 25 տարվա ընթացքում իրենք կամ իրենց կազմակերպությունը ինչ որտեղ առնչվել են Օրանի հետ։ Մենք չենք հրավիրում մարդիկ, որ պաշտոնյաներ են, այսպես անպագորգոր բաներ չենք ասում, այլ հրավիրում ենք այն մարդկանց, որոնց համարում ենք Օրանի ընտանիքի անդամ։ Արմինեն այդ մարդն է, որ ինքը մայր է, 5 երեխա ունի, եւ ինքը ամեն մարդու մայրի պես նայում է, ամեն մանր հարցերը ինքը ամեն ինչով սպառվում է, ամեն ինչ անում է եւ հավաքում է երկիրի ուժերը, որ օգնե իր այս Օրան ծրագիրը, որ երբ որ ինքը եւ Ռաֆին ստեղծեցին 25 տարի առաջ,
16 երեխա կային, որ իրենք փողոցների մեջ, այսինքն անապահով էին, եւ այս ծրագիրը իրենց ոչ միայն ապահովեց, բայց իրենց հույս տվավ, ծրագիրներ ստեղծեց, որ իրենք ծաղկին, եւ շատերը, այսինքն այս 25 տարվա ընթացքում այդ փոքրիկները այնքան ծաղկեր են, որ իրենք դարձել են businessmen, բժիշկներ եւ իրենք բարեր արդարցեր են թևովը եւ այս ընտանիքը մեծացավ իրենցով եւ ով որ հավաքված են Արմինեին եւ Ռաֆին շուրջը հայասեր ժողովուրդ են, որ ամեն ինչ անում են, որ երկիրը ծաղկի իրենց երիտասարդներով եւ մեծ տարիքով մարդիկ ապահով մնան եւ ուրախ եւ Հայաստանի մեջ կան պատմություններ, որոնք հատկապես հիշարժան են եւ հուզիչ են։ Դրանք շատ են, գիտեմ, բայց գիտես կան եւ բոլորը կապված է եւ որ ես այցելում եմ տները։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ մի տուն այցելեցի, 3 փոքր երեխա, երկուսը գալիս էին օրան, մեկը շատ ավելի փոքր 2-3 տարեկան էր, տունը հայրիկ չկար, ահռելի վիճակ էր տունը, պատեր ամբողջ սևացած, բայց հիշում եմ ամառ էր եւ մի պստիկ անկյունում տոնածառ կար։ Հետո ես դարձա իրենց հարցրեցի երեխաներին ու մայրիկի, ինչու տոնածառը պահել, արդեն օգոստոս ամիսն է, եւ մայրը շատ այսպես անմեղ ձևով ասեց, որովհետեւ սիրուն է։ Ու ես մտածեցի, այդ վիճակի մեջ դեռ մարդը փնտրում է գեղեցկություն, եւ դա իմ վրա շատ մեծ ազդեցություն թողեց։ Եվ այդպես լեցուն պատմություններ։ Գիտեք, մեկ մարդիկ շփոթում են աղքատությունը ոչ մարդկային լինելու մեջ։ Աղքատ լինելը չի նշանակում դու վատ մարդ ես, կամ գեղեցիկը չես գնահատում, կամ չես ուզում ունենալ։ Շատ անգամ կյանքի պայմանները այնպես են ստեղծված, որ դու հենց դրանով պետք է բավարարվես, դա էլ քո ճակատագիրն է։ Իսկ կա որևէ պատմություն, էլի այսպես շատ տպավորիչ, որտեղ փոխվել է Օրյանի Սանի ապագան եւ կյանքը։ Ունենք շատ հաջողության պատմություններ։ Այո, հաջողության պատմություններից խոսք։ Ունենք երեխա, որ հենց հիմա Իտալիայում է սովորում, հենց այդ ճաշկերույթների ժամանակ մի անգամ բանկերից մեկը անմիջապես Օրանի երեխաներից մեկին կրթաթոշակ տվեց, որ նա սովորի համալսարանում։ Ունենք երեխաներ, որ հիմա բժշկական ինստիտուտում են սովորում, եւ ընդհանրապես ունենք շատ լավ երեխաներ, որ իրենց քրտինքով իրենց վաստակն են անում, դա լինի ինչ որ աշխատանք ունեն, իրենք գտնում են, բայց արժանապատիվ են անում այդ աշխատանքը, չեն մուրում, իրենք լավ ընտանիքի ծնողներ են լինում եւ իմ համար ամենաբարձր գնահատականը դա է հենց։ Դուք նաև ունեիք ծրագրեր երեխաներին արհեստներ եք սովորեցնում, թե աղջիկներին, թե տղաներին։ Մենք ունենք արհեստագործական դասարաններ հենց Օրանում, բայց նաև ունեինք մի ծրագիր, որ շատ լավ էր։ Շատ լավն էր այդ ծրագիրը։ Դա մարզերից երիտասարդներ եւ ոչ այնքան երիտասարդներ վերցնում էինք եւ եթե իրենք արհեստ էին ուզում, արհեստավորի մենք վճարում էինք, որպեսզի իր արհեստը սովորեցնի։ Հարյուրավոր այդպիսի երիտասարդներ արհեստի տեր դարձան եւ կարողանում են այսօր իրենց քրտինքով իրենց ապրուստը վաստակել։ Արմինե, իսկ ինչն է ձեզ ամենաշատը ոգեշնչում այս աշխատանքում։ Պիտի ասեմ, ինչն եմ շատ սիրում։ Շատ սիրում։ Երբ որ ես երկրորդ հարկում եմ եւ իմ գրասենյակում եւ աշխատում եմ իմ համակարգչի դեմ եւ ասեմ, որ իսկապես ստրեսային է շատ ժամանակ, որովհետև ես քանի հոգի ամեն օր պետք է մտածեմ այդ ծախսերի մասին, ինչ պետք է ուտեն, ինչ պետք է հագնեն աշխատողներ, տասնյակ եւ ինչպես ես այդ գումարները պիտի հավաքեմ, երբ որ երեխաները ցածի հարկում դաշնամուրի առաջ իրենց ուսուցչի հետ երգեր են երգում ու պարում։ Դա այդ ձայները, այդ երգի ձայները իմ համար
ամենաուրախալի ձայները, դրանք կարծես աղոթք լինեն իմ ականջների համար։ Եվ գիտես Նորա, ամեն անգամ որ ես մտահոգվում եմ, ասում եմ, ես էլ չեմ կարող, ես տարիքս մեծացավ, ես այսքան ահռելի աշխատանք այլևս չեմ կարող անել, ինչպես պիտի այս գումարները հավաքվի։ Կարծես Աստված միշտ մի դուռ է բացում եւ կարծես Աստված ինձ ասում է դու մի մտահոգվի, դու ուղղակի քո գործը տարա եւ ամեն ինչ լավ կլինի եւ լինում է ամեն ինչ լավ։ Իսկ ինչպես է այս անցած ճանապարհը, 25 տարին ազդել ձեր անձնական կյանքի եւ արժեքների վրա։ Ես համոզված եմ, չնայած իմ ընտանիքի անդամները չեն համաձայնի, ես համոզված եմ, որ ինչ որտեղ ես թերացել եմ որպես մայր, որպես կին, որտեղ իսկապես անհնար է, ինչպես կարող ես եւ լավ կին լինել եւ լավ 5 երեխաների մայր, հիմա արդեն 2 թոռնիկներ ունեմ, եւ շատ մեծ ընտանիք ունենք ես եւ Ռաֆին։ Շատ սիրուն մեծ ընտանիք։ Այո, շատ սիրուն քույրեր, եղբայրներ, քեռիներ, օրեղբայրներ, շատ մեծ է մեր ընտանիքը։ Բայց գիտեք, ձեզ միշտ հաջողվում է, որ բոլորին դուք լծեք Օրանին օգնելու գործին։ Այո, բայց ես չեմ անում, գիտեք, դու լավ ասեցի, դա մագնիս է, որ մարդկանց ինչ-որ իր շուրջն է հավաքում։ Եվ ձեր այդ մեծ ընտանիքը ամուր կանգնած է Օրանի կողքին։ Այո, իմ ընտանիքն է, առանց իմ ընտանիքի չէի կարող անել։ Իմ ընտանիքն են եւ հիմա գիտես ինչ եղել, իմ ընտանիքը արդեն իմ զարմիկները ամուսնացել են, ուրեմն հիմա մեր փեսաներն են, ծառը մեր կնամիները, ծնողները, ուրեմն շատ ավելի լավ վիճակում ենք հիմա, քան առաջին։ Բայց այո, լավ տարիներ են, բայց շատ արագ են անցել են, շատ արագ անցան։ Ընտանիքի բաժնից միշտ գողացել եք, տվել եք Օրանին։ Գողացել եմ եւ ուրախանում եմ, որ իմ երեխաները եւ հիմա պետք է ասեմ նույնիսկ իմ թոռնիկները դեռ փոքր են, բայց իմ քույրիկիս թոռնիկները, նրանք էլ մասնակցում են փոքր տարիքից կամավոր աշխատանք են անում Օրանի համար։ Կարծում եմ ես եւ Ռաֆին այդ առումով լավ օրինակ ենք եղել մեր երեխաների համար, որպեսզի իրենք բարեգութ մեծանան, որպեսզի եսասեր չմեծանան եւ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա այլոց համար եւ չմտածեն միայն իրենց հաճույքների համար։ Այդքանից ավել չգիտեմ, բայց քոնե կարծեմ օրինակ ծառայել ենք։ Տիկին Արմինեն ուժեղ կամք ունեցող մարդ է, չի հանձնվող մարդ է։ Ես մի բարգա, որ շատ եմ օգտագործում աշխատանքային միջավայրում եւ որ տեսնում եմ ուժեղ կամք ունեցող մի անձ, որ կարողանում է ինչ-որ մի պրոյեկտ կամ ծրագիր տանի առաջ, անկախ դժվարությունները, անկախ մարտահրավերները, ինքը այլ տեսակի բուլդոզեր է։ Ինքը գիտի ինչ է ուզում, ինքը գիտի ոնց հասնի, երբ հասնի, ինքը նստում է իր բուլդոզերում ու քշում է մինչև վեր։ Արմինեի շուրջ միշտ լավ մարդիկ կան եւ եթե ուզում եք չհիասթափվել հասարակությունից, տեսնել ամենագեղեցիկը մարդու մեջ, պետք է լինել Արմինեի շրջապատում, որովհետեւ նրա շուրջ այնպիսի մարդիկ են, որոնք գրեթե թանգարանային նմուշ դարձած մարդկային որակներ ունեն։ Օրանը նաև իր դռները ջերմորեն լայն բացեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առջև։ Ով պետք է սպասեր, թե ինչ կլինի Արցախում եւ ինչի առջև մենք կկանգնենք որպես ժողովուրդ Հայաստանում։ Ինչպես բաց ձեռքերով ընդունել 120,000 գաղթական, որոնք ամեն ինչ թողել են եւ եթե բախտավոր էին, մի մեքենայի մեջ ինչ կարող են լցրել եւ եկել են։ Ինչպես ընդունել այդ մարդկանց, ինչպես ինտեգրել այդ երեխաներին հայաստանյան կյանքում, ինչպես փարատել իրենց, ահռելի մեծ աշխատանք էր։ Բայց նորա պետք է ասեմ, որ ուղղակի ապշած եմ, թե Արցախի ժողովուրդը ինչքան ուժեղ է, ինչ կամքի տեր է, ինչ արժանապատիվ է։ Հիմա արդեն մենք ունենք 40 երեխա Օրան Երևանում եւ մի քանի տասնյակ երեխա էլ Վանաձորում ունենք եւ ուղղակի օրինակելի ընտանիքներ են, օրինակելի։ Նրանք տարբերվում են հայաստանյան ընտանիքներին, որտեղ Հայաստանի ընտանիքը աղքատության մեջ ծնվել է, դժվար պայմաններում։ Արցախի ընտանիքներից շատերը շատ լավ են ապրել Արցախում։
իրենք շատ հանգիստ կյանք են ունեցել եւ հիմա այդ ամեն ինչը թողել են եւ եկել են, բայց պետք է ասեմ, որ իրենց շատ արժանապատիվ են պահում, շատ առատաձեռն են, այնքան լավ է, որովհետեւ միշտ փորձում են, երբ որ մենք իրենց օգնենք, միշտ փորձում են ինչ-որ ջինգալով հաց մեզ բերեն հյուրասի, ինչ-որ մի բան ուզում են իրենք անեն, եւ շատ ուրախ եմ ասելով, որ երեխաները այնքան լավ են ինտեգրացվել հիմա արդեն օրանում, որ դու արդեն չես կարող զանազանել ով է Արցախից եւ ով է Հայաստանից։ Առաջ օրերը դժվար էր, առաջ օրերը իրենք ասում էին մենք հարիսան էս մսով չենք ուտում, մենք իրենք տարբեր ուտելիքի համեր էին սպասում եւ չէին ուտում, առաջի շաբաթները շատ մտահոգ էին, հիմա իրենք շատ լավ վարժվել են, շատ լավ ուտում են եւ ոչ մի տարբերություն չկա Հայաստանի եւ Արցախցի երեխաների միջեւ։ Իսկ դուք հաշվել եք, թե այս 25 տարիների ընթացքում քանի երեխա է այցելել Օրան։ Ուրախ եմ ասելու, որ Օրանը եւ Օրանի օգնությունը չի սահմանափակվում միայն իր պատերից ներս։ Օրանը կարողացել է օգնության ձեռք մեկնել հազարավոր, 25 տարվա մեջ 30,000 մարդու ենք մենք օգնել տարբեր ձևերով, այո։ Եվ մեծահասակների եւ ընտանիքների դրանցից մեծ մասը եղել են արցախցի ընտանիքներ, բայց նաեւ մենք շատ հետաքրքիր ծրագիր ունեինք կոവിഡից առաջ, որ առավոտյան մեծահասակները ծերերն էին գալիս եւ տաք ուտելիք էին ստանում Օրանում եւ ժամանց էին անցկացնում, ինչեւ որ երեխաները դպրոցից էին գալի։ Կոവിഡը մի քիչ ծրագիրը փոխեց, որտեղ մտահոգ ենք, որ այդ շփումը խոցելի խումբ էին մեծահասակները։ Հիմա էլ են խոցելի խումբ, դրա համար հիմա ինչ ենք անում, մեծահասակները գալիս են աշաբաթը մեկ եւ իրենց ուտելիքը տոպրակով տանում են տուն։ Լավ այն է, որ եթե ընտանիք ունեն, ընտանիքն էլ կարող է օգտվել այդ ուտելիքից, իսկ վատ այն է, որ իրենք շատ շփվում էին Օրանում եւ այդ շփումը հիմա չկա։ Պակասել է։ Բայց դուք նաեւ այդ առումով մշակույթ փոխեցիք մեծահասակներին ինտեգրելով Օրան եւ շփումը երեխաների հետ, կարծես տատիկ պապիկները շփում էին երեխաների հետ։ Այո, եւ երգչախումբն ես հիշում, չէ՞։ Այո, եւ ես սիրով հիշում եմ երգչախումբը մեծահասակների։ Ուրեմն այսպես դեպք պատահեց, որ ես Միացյալ Նահանգներում էի, գալիս էի Հայաստան, թռնում էի եւ օթանավի մեջ մի ֆիլմ նայեցի եւ այդ ֆիլմի մեջ մեծահասակների խոր կար, որ երգում են ու ես մտածեցի, ինչ լավ միտք է, մենք պետք է Հայաստանում գանք անենք։ Եվ երբ որ եկանք, մեր տատիկներին, պապիկներին ասինք, ով կուզի այսպես խորի մասնակցի, ու սկզբում օքեյ, հետո մի քանի քաջ գտնվեցին, մի քանի օքեյ, ասեցին կմասնակցենք։ Եվ մենք վարձեցինք պրոֆեսիոնալ ուսուցիչ, որը եկավ եւ նվագում էր եւ իրենք երգեր, եւ մենք ունեցանք համերգ դրսում թատրոնում եւ մենք դեսպաններ հրավիրեցինք, մենք երգիչներ, մտավորականներ եւ այնքան հաջող դարձավ, որ հաջորդ օրը այն մեծահասակները, որ այդ խմբի մեջ չէին ընդգրկվել, իրենք եկան ասեցին մենք էլ ենք ուզում խմբի մեջ լինենք։ Եվ այդ առումով, այո, այդ էր որ կարծրատիպ կոտրվեց։ Այդ էր որ եթե մեծահասակ ես, ոչինչ չկա ամոթ, որ դու երգես, պարես, ուրախանաս եւ բեմի վրա լինես, COVID-ի պատճառով փակվեց, բայց ես լավ նոր ունեմ, որ մենք մի ամսից նորից սկսում ենք դա։ Ինչ հրաշալի է։ Այո։ Շատ հրաշալի է։ Մենք տարվա ընթացքում կարծում եմ բոլորս, Օրանի բոլոր ընկերները սիրով, սրտատրոպ սպասում են այն բոլոր տոներին, որ կազմակերպվում է Օրանում, մասնավորապես հունիս 1-ին, երբ գալիս ենք ողջավորված, ուրախ, սիրուն միջավայրում օր ենք անցկացնում եւ այսպես տոնական տրամադրությամբ հետ ենք վերադառնում։ Եվ լավ է դա հիշեցի, որտեղ դա մեզ նաեւ Մարիոտն է պարգևում։ Ամեն հունիս 1-ին Մարիոտ իր բոլոր անձնակազմով գալիս է Օրան եւ բերում է համբուրգերները, այդ ամբողջ ուտելիքները եւ իսկապես նաեւ Մարիոտին ենք շնորհակալ, որ այդ օրը մեզ պարգևում է։ Այ ինձ հետաքրքիր է, ինչն է ձեր համար եղել ամենադժվարը, թե նյութական եւ թե հուզական առումով։ Ես ավելի հուզվում եմ մայրիկներից, քան երեխաներից։ Գիտեք, երեխաները երբեք նույնիսկ չես էլ իմանում, իրենք սոված են, սոված չեն, իրենք կարող են մի կտոր չոր հաց ուտել եւ շատ ուրախ խաղալ իրենց ընկերների հետ, բայց այդ ամբողջ հուզմունքը, պատասխանատվությունը դու տեսնում ես մայրիկների աչքերի մեջ եւ դա իմ համար ամենացավալին է եւ ամենազարուրելին, որովհետեւ
նույն պատմությունը տեսնում ես յուրաքանչյուր տան մեջ։ Մի քանի երեխա, տղամարդը չկա, կամ բանտում է, կամ Ռուսաստանում է, կամ պատերազմում է, կամ ինչ որ մի տեղ է, կամ այլ կնոջ մոտ է, կամ մահացել է, եւ ահա այս մայրը պետք է մի քանի երեխայի հոգ տանի, ինչպես պիտի մեծացնի, ուղղակի իմ համար դա շատ ցավալի։ Իսկ երեխաները դու լսում ես իրենց, տեսնում ես, իրենք կարող են վազ վզել առանց կոշիկների, իրենք կարող են չոր հաց ուտել, իրենք կարող են ուտել իրենց միայն իրենց ընկերները եւ իրենք շատ ուրախ են։ Իսկ օրանում փորձում ենք տալ իրենց ամեն ինչ, որ իրենք չեն ստանում իրենց տանը։ Եվ լավ սնունդ, եւ տաք պայմաններ, եւ մաքուր պայմաններ, եւ զբաղվածություն, եւ կրթություն, եւ հարուստ մշակութային կյանք։ Մեզ շատ են այցելում ճանաչված լավ մարդիկ եւ երեխաները շփվում են նրանց հետ։ Մենք երեխաներին տանում ենք թանգարաններ, ֆիլմի ցուցադրություններ, համերգներ, թատրոններ, տարբեր ներկայացումներ, որպեսզի երեխաները շփում ունենան մշակութային արժեքների հետ։ Շատ հագեցված է անցնում օրանի երեխաների առօրյան, բայց եկեք նաև չանտեսենք օրանի կամավորներին։ Այս 25 տարվա ճանապարհին շատ լուրջ դեր են կատարել օրանի կամավորները։ Հազարավոր կամավորներ են ունեցել աշխարհով մեկ, երիտասարդ, տարիքով, ունեցել են կամավորներ, որ տարիներով շատ ավելի պատասխանատու են եղել, քան եթե վճարեիր իրենց, եկել են ամեն օր, իրենց ժամանակն են դրել, մեկը դաշնամուր է սովորացրել, մեկ անգլերեն է սովորացրել, մեկը կավագործություն եւ նաեւ մեր աշխատակիցներ օրանի, որոնք գիտես նար այնքան շատ եմ սիրում, որովհետև եթե խոսես մեր աշխատակիցների հետ, քեզ կթվա, որ իրենք իրենց աշխատանքի մասին չեն խոսում, ավելի խոսում են իրենց առաքելության մասին։ Այո։ Երբ որ մենք աշխատանքի ենք ընդունում նոր աշխատող, ես միշտ ասում եմ, եթե դու պետք է գաս այստեղ եւ կարծես որ սա քո աշխատանքն է, աշխատատեղն է, ուրեմն սխալտեղ ես գալիս։ Սա դու պետք է ընդունես, որ սա քո երկրորդ ընտանիքն է եւ մի ընտանիքից գալիս ես մեկ այլ ընտանիք։ Մենք ինչ նոր լավ բաներ պիտի լսենք օրանի մասին, ինչ ծրագրեր ունեք։ Եվ ինչպես եք տեսնում օրանի ապագան։ Դժվար է ասել։ Ես հույս ունեի, որ եթե այս հարցը տայր 2 տարի առաջ, ես պիտի ասեմ մենք շուտով օրանը հուսամ կփակենք եւ այլևս օրանը։ Մենք բոլորս դա ենք ասում տարիներ շարունակ։ Այո, բայց տեսակ, որ ճակատագիրը մեր ժողովրդին ինչ արեց եւ մենք հիմա Արցախի հարցերը ունենք, հուսամ որ վերջինը կլինի, հուսամ որ սրանից հետո մեզ միայն ուրախ բաներ կլինեն մեր ժողովրդի հետ, մեր ժողովրդի պատմության հետ եւ իսկապես օրանը կարիք չենք ունենա, բայց ցավով եմ ասում, որ ավելի դժվարանում է մարդկանց կյանքը, այս վերջին տարին ես նկատում եմ, որ մարդկանց կարիքները նորից սկսել են շատ կարիքավոր ընտանիքներ, թանկությունը եւ պետք է օգնենք։ Դե ուրեմն եկեք մենք կրկին շնորհավորենք մեր բոլորի սիրելի օրանի 25-ամյակը, երախտիքս եւ խոնարհումս ձեզ եւ օրանի ջերմ եւ հոգատար մեծ ընտանիքին եւ թերևս ամենավերջին հարցը, եթե դուք հիմա հաղորդագրություն ուղարկեիք 25 տարվա առաջվա ձեզ, ինչ կասեիք։ Ես շատ ուրախ եմ օրանի, շնորհավորում եմ օրանի ընտանիքին իր 25-ամյակի առթիվ եւ եթե ես ինչ որ խոսք պետք է հղեի ինձ, պետք է ասեի, որ Աստված օրանի հետ է։ Հանդիպման վայրը Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց, շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Այստեղ ամեն պահ հիշարժան է։